Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, սակայն ոչ ուժային ճանապարհով եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելուց հետո միայն։ Оккупированные территории, но ни в коем случае не силой. Այսպիսի հայտարարություն է արել այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին. Ինչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը փորձի վերադարձնել օկուպացված տարածքները, կլռի, թե կխառնվի Ադրբեջանի ներքին գործերի մեջ։ Закроет ли Россия на это глаза, будет ли вмешиваться в внутренние дела Азербайджана? Это не является исключительно темой внутренних дел Азербайджана по поводу Нагорно-Карабахского конфликта. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ եւ բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ։ Դրան վերաբերյալ որոշումների մի ամբողջ հավաքածու գոյություն ունի։ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով օկուպացված տարածքներն ազատելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում ուժի միջոցով եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում։ Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եւ ստորագրված հայտարարություններում ու փաստաթղթերում վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ գրված է ամբողջ միանշանակությամբ, ընդգծել են։ Мирное урегулирование споров записано там со всей недвусмысленностью. Հետաքրքիր հայտարարություն է արել Սերգեյ Լավրովը նաև միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման եւ դիտորդների թվի ընդլայնման մասին։ Նա ասել է, որ այդ մեխանիզմները չեն իրականացվել, քանի որ ԵԱՀԿ ներսում կոնսենսուսի բացակայություն կա։ Նա հիշեցրել է, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվել 2016-ի ապրիլին հակամարտության սրացումից հետո եւ հավելել. ցավոք նույնիսկ այդպիսի տարական հարց չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս կոնսենսուս չկա կազմակերպությունում։ Պատճառների մասին նա խորհուրդ է տվել հետաքրքրվել ԵԱՀԿ ներկայացուցիչներից։ Ռուսաստանի արտգործնախարարը ասել է նաև, որ անցած տարվա ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորին տագնապ են հարուցում, ապա հավելել, որ Ռուսաստանը վճռական դեր է խաղացել այդ պահին արյունահեղությունը դադարեցնելու գործում։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ամփոփիչ Մամլո Ասուլիսի հիմնական թեման իհարկե ռուս-ամերիկյան հարաբերություններն ու Թրամփի հետ հնարավոր համագործակցություններ։ Փոխադարձ հարգանքի սկզբունքներով Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել ԱՄՆ, ինչպես նաև Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանն առանց մտավախության, բայց առանց մեծ ոգևորությամբ է սպասում Թրամփի պաշտոնավարմանը։ Սրա հետ մեկտեղ Լավրովը հույս է հայտնել, որ նոր ադմինիստրացիայի հետ ռուս-ամերիկյան համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Բարակ Օբամայի օրոք։ Ընդհանուր առմամբ ռուս-ամերիկյան հարաբերություններից խոսելիս Լավրովը կրկնում էր, որ հնարավոր կլինի այս մասին լուրջ խոսել միայն այն բանից հետո, երբ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը։ Անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարը նաև ռուս-ամերիկյան հետախուզական սկանդալներին, մասնավորապես ասել է, որ վերջին շրջանում ԱՄՆ հատուկ ծառայություններն ավելի ակտիվ են աշխատում ռուս դիվանագետների հետ։ Լավրովի փոխանցմամբ ԱՄՆ հատուկ ծառայությունները նույնիսկ $10,000 են թողել մի ռուս դիվանագետի ավտոմեքենայում համագործակցության առաջարկով, իսկ հա Ռուսաստանի հատուկ ծառայությունները ամերիկացի դիվանագետներին չեն հետևում, ասել է Լավրովը եւ մանրամասն պատմել, թե ինչ հագուստով եւ ինչ միջոցառումների են մասնակցել Ռուսաստանում հավատարմագրված ամերիկացի դիվանագետները։